Ես երբեք իր այցելություններին չեմ մասնակցել, բայց եթե ես նրան հանդիպեմ, նրան պիտի հիշեցնեմ իր խոսքը, որը ասել է 7 տարի առաջ։ 7 տարի առաջ դեկտեմբերի 7-ին, 2007 թվականի դեկտեմբերի 7-ին, երբ որ ինքը վարչապետ էր եւ մի քանի ամիս հետո պետք է լիներ նախագահի ընտրությունը, նա Լոռու մարզի գյուղերից մեկում հայտարարեց 2 տարի հետո չի լինելու աղետի գոտի։ Դա ինձ հիշեցնում է Միխայել Գորբաչովին, որը նույնպես հիշում եք երկաշատ դեկտեմբերի 10-ին հայտարարեց, որ 2 տարի հետո աղետի գոտի չի լինելու։ Ուղղակի զարմանալի է, թե ինչ կոպիտ բառ չհնչի, ինչ երեսով են գալիս իշխանությունները Շիրակի մարզ, ընդհանրապես ինչ երեսով են Հայաստանում շրջում, նույնիսկ հենց Երևանում, ինչ երեսով են շրջում, էլի զարմանալի է։ Եվ այս իշխանությունը զարմանալի կերպով ցանկանում է վերարտադրվել։ Ինչու է եկել մի մեծահոգի հարուստ մարդ, ազգին նվիրված, Գյումրին սիրող մարդ իր միջոցներով շենք է կառուցել, արդեն 3-րդ շենքը։ Ինչ կապ ունեք դուք, որ եկել եք այդ շենքի կարմիր ժապավենը կտրեք, գուցե նաև այդ մարդին մի մեդալ էլ կրծքից կախեք, ինչ կապ ունեք։ Ինչով եք օժանդակել այդ մարդուն, որ եկել եք հիմա, ինչպես Գալուս Սահակյանն է ասել, ձեր դերոշը բերում եք այդ շենքի կողքը տնկում եք հանրապետականի, իբր թե մենք այս գործն արեցինք։ Նրանք չեն մոռացել այն ցուցանիշները, որ ունեցել է ընտրության ժամանակ հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանը անձամբ նախագահի ընտրության ժամանակ եւ ինչ որ ասում են խեղդվողը փրփուրից է գցում ձեռքերը, ինչ որ բաներ են ուզում անեն սիրտը շահին ժողովրդի իրենց կուսակցականներին հույս տալ, որ ոչինչ կորած չի, մենք իշխանության վրա ենք եւ մնալու ենք եւ ժողովրդից նույնիսկ ես հիշում եմ անցած ընտրությանը կար նաեւ այսպիսի բան ես եկել եմ ձեր ձայնը խնդրում եմ ախր ինչ ես խնդրում աշխատի ու պահանջելի հետո էլ ասում էր ինչի կան ես ուզում աղջիկ ջան խփեմ մենք ուզում ենք որ դու չխփես դու հեռանաս այս երկրից ինչպես Սևակն է գրել մենք քեզ լավ կհիշենք գնա էլի ստեղից այ մարդի տաթորը թող